Սիրելի հարազատներ, ես հենց հիմա գտնվում եմ մի հրաշալի բարձունքում, որտեղից երևում են 5 լեռներ, 5-ն էլ շատ նման են մեր Արարատ լեռան, հատկապես Սիս սարին։ Ու հետաքրքիր հայտնություն ստացա, 5-ը ինչն է խորհրդանշում, մեր նաև զգայարանները, որ Աստված մեզ տվել է։ Իրականում զգայարանները օրհնություն են, թե հոտառությունը, թե տեսողությունը, լսողությունը, շոշափելը, համը, բայց գիտեք, մենք կանչված ենք ոչ թե լինելու մեր զգայարանների գերին, այլ լինելու այդ զգայարանները հրաշալի օգտագործողը, որպես օրհնություն։ Դրանք օրհնություն են մեզ համար։ Ինչպես որ Հիսուսն ասում է, ոչ միայն հացով կապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով, այնպես էլ մենք չպիտի տրվենք ուտելիքներին, խմելիքներին, անուշահոտերին եւ այդպես շարունակ։ Զգայարանները թող չլինեն մեր առաջնորդը, այլ մենք առաջնորդենք մեր զգայարաններին, այսինքն ինչպես որ ասում են, 6-րդ զգայարանը մեր հավատքը պետք է մեր առջևից գնա եւ ոչ թե մեր տեսողությունը, լսողությունը մեզ առաջնորդի կամ համը գնանք ուր որ հաց այնտեղ կաց եւ այլն։ Այնպես որ օրհնված եղեք ու զգայարանները թող ծառայեն ձեզ եւ ոչ թե դուք ծառայեք զգայարաններին։ Ամեն։